Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Աշխարհում չկա մի հայ, որ լսած չլինի կամ չիմանա նրա անունը եւ չպարտանա նրա սխրանքներով։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է զորավար Անդրանիկ Օզանյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը եւ Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների տեխնացու Հովիկ Գրիգորյանը։ Բարի գալուստ, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք զորավար Անդրանիկին նվիրված կյանքի եւ գործունեությանը նվիրված փոքրիկ ակնարկ եւ շարունակենք մեր հաղորդումը։ Զորավար Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Սովորել է տեղի Մուշեղյան դպրոցում, ամուսնացել 17 տարեկանում, կինը մահացել է ծննդաբերության ժամանակ։ 1882 թվականին բանտարկվել է հայերին ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին ընկերների օգնությամբ փախել է բանտից եւ մինչ 1886 թվականը Պոլսում հյուսն աշխատել։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի հայատյաց ոստիկանապետի սպանությանը մասնակցելու համար։ Կրկին փախել բանտից։ Գործել է հրայր դժոխքի աղբյուր Սերոփի խմբերում։ Վերջինիս զոհվելուց հետո 1899 թվականին ղեկավարել է հայդուկային խմբերը։ Կազմակերպել է Սերոփին սպանող Բշարե Խալիլից վրիժառությունը։ 1901 թվականին 30 ֆիդայիներով գլխավորել է Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը 6000 թրքական զորքի դեմ։ 1904 թվականին Սասունի ինքնապաշտպանությունը։ Զբաղվել է հայ դատի քարոզչությամբ, հրատարակել մարտական հրահանգները։ 1912-ից 13 թվականներին Գարեգին Նժդեի հետ բուլղարական բանակում կազմակերպել են հայկական կամավորական վաշտ, որն աչքի է ընկել թուրքերի դեմ առաջին Բալկանյան պատերազմում։ 1914-ից 16 թվականներին Կովկասյան ճակատում ռուսական բանակի կազմում ղեկավարել է հայկական կամավորական առաջին գունդը։ Ակտիվ մասնակցել Վանի, Բաղեշի, Մուշի ազատագրման կռիվներին, Դիլմանի ճակատամարտին։ 1916-ից 17 թվականներին կազմակերպել է գաղթականների օգնության գործը, հրատարակել Հայաստան թերթը։ 1917 թվականին գլխավորել է հայկական հարվածող զորամասը։ 1918 թվականի հունվարին արժանացել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչման։ Փետրվարին ղեկավարել է Էրզրումի պաշտպանությունը, ապա կազմակերպել տասնյակ հազարավոր գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ Հովհաննես Թումանյանի հետ պաշտպանել է մոտ 30,000 գաղթականի։ 1918-ից 19 թվականներին Նախիջևանում եւ Զանգեզուրում թրքական գերակշիռ զորքերի դեմ հաղթական կռիվներում պաշտպանել է հայության շահերը։ 1922 թվականին ամուսնացել է, քավորը Պողոսն ու Բարներ։ Սփյուռքում շարունակել է հայրենանվեր գործունեությունը։ Մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Ռիչարդսոն Սփրինգս քաղաքում։ 1928 թվականին հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։ 2000 թվականին հայրենադարձվել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Պարգևատրվել է ռուսական, բուլղարական, հունական, ֆրանսիական շքանշաններով եւ մեդալներով։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, մետրոյի կայարան, տեղադրված են արձաններ, նվիրված են երգեր, թողարկվել են բացիկ եւ նամականիշ, հիմնվել է թանգարան եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Անդրանիկ Օզանյան մեդալը։ Պարոն Գրիգորյան, Անդրանիկ Օզանյանը այնպիսի մի ժամանակաշրջանում թատերաբեմ կամ մեր ազգային ազատագրական պայքարի ֆիդայական շարժման թատերաբեմ ելավ, երբ ղեկավարները արդեն կային հայտնի դեմքեր, աղբյուր Սերոփ, Հրաշ Դժոխք, նաև հետո Գևորգ Չաուշ, եւ մեր այդ նշածս, մեր այդ փառավոր հայդուկների զոհվելուց հետո Անդրանիկը վաստակեց, արժանիորեն վաստակեց հայդուկապետի կամ հայդուկային խմբերի ղեկավարի կոչումը, ղեկավարի պատվո կոչումը, աչքի ընկավ իհարկե մի շարք սխրագործություններով, Խալիլին, Սերոփին սպանող Խալիլից վրիժառության կազմակերպիչ, Մշո Առաքելոց վանքի պաշտպանություն եւ ի վերջո արդեն Սասունի 4 թվականի Սասունի ինքնապաշտպանություն։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարը տվեց
հերոսների, մեծագույն հերոսների մի բույլ, որում իր արժանի տեղն ունի Անդրանիկ Օզանյանը։ Եվ իրոք, երբ նա հայտնվեց ազատագրական պայքարի ասպարեզում, այդ ասպարեզը արդեն ուներ իր խիտ շարքերը, իր հայտնի դեմքերը, փառաբանված անունները եւ բնականաբար Եվ դա լավ էր, Անդրանիկը իդեմս նրանց ունեցավ ուսուցիչ։ Անշուշտ լավ էր եւ բնականաբար միայն մեծագույն հատկանիշներ ունենալու դեպքում եւ զինվորական եւ մարդկային եւ ընդհանրապես գործչին բնութագրող տարբեր հատկանիշներ ունենալու դեպքում էր, որ սորական շարքային հայդուկը կարող էր սահմանափակ ժամանակում վերածվել ազատագրական պայքարի ճանաչված ու փառաբանված գործչի։ Որովհետեւ Անդրանիկի հեղափոխական կենսագրությունը ճիշտ է սկսում է 1890-ականների սկզբից, 91 թիվը ամենայն դեպս ինքը համարում է իր հեղափոխական մկրտության սկիզբը, այնուհանդերձ նրա որպես հայդուկի ռեալ իրական կենսագրությունը սկսում է 1895 թվականից։ Ավելին, առաջին անգամ երկիր մտնելով նա կարճ ժամանակ է մնացել, ընդամենը ամիսներով դուրս է եկել այնտեղից եւ երկրորդ անգամ դա Արևմտյան Հայաստանում եւ կոնկրետ Տարոն Սասունի շրջանում հայտնում է միայն 1897 թվականին Գուրգենի խմբի հետ միասին։ Սկզբնապես իհարկե ոչ առաջատար դերում, ընդամենը տասնապետի կարգավիճակով, երբ իր կողքին կային փառաբանված այնպիսի դեմքեր, ինչպիսին էին նշանավոր հայդուկապետ Աղբյուր Սերոպը, որը մեծագույն համբավի էր արժանացել արդեն, կողքին կար Տարոնի հայության ազատագրական պայքարի կազմակերպիչ եւ գաղափարախոս Հրայր Դժոխքը, մարդ, որը վայելում էր դրան բարձավանդակի ողջ բնակչության սերն ու հարգանքը, ինչու՞ չէ նաեւ մեծ ակնածանքը, կար Տարոնի երևի թե հնագույն հայդուկներից մեկը, որի կենսագրությունը սկսել էր դեռևս Արաբոյի ջոկատում կռվելուց, խոսքը Գևորգ Չավուշի մասին է, եւ այս հերոսների կողքին, այս ճանաչված գործիչների կողքին հայտնում է Անդրանիկ Օզանյանը, ով կարծեք թե ստվերում է մնում գոնե մինչև 1899 թվականը։ Անշուշտ կա հայդուկ է, տասնապետը, բայց առաջին պլանում բոլոր դեպքերում չկա։ Եվ Անդրանիկի որպես մեծ հայդուկի, մեծ հերոսի, այսպես բարձրացումը կապում է ավելի շատ Աղբյուր Սերոպի սպանության եւ դրան հաջորդած իրադարձությունների հետ։ Գաղտնիք չէ, որ կարճ ժամանակում մեկ տարվա տարբերությամբ ընդամենը սպանվում են ազատագրական պայքարի երկու նշանավոր գործիչներ, որոնց վրա ընկած էր Տարոնի ազատագրական պայքարի ղեկավարությունը՝ Գուրգենը եւ Սերոպը։ 1898-ին Գուրգենը, Բաղդաս Արմալյանը, իսկ 99 թվականին արդեն Աղբյուր Սերոպը։ Որից հետո բնականաբար հայդուկների միջավայրում պետք է հանդես գար նոր լիդեր։ Ամենահավանական տեխնացուն անշուշտ կարող էր լինել Գևորգ Չավուշը, շնորհիվ իր անցյալի գործունեության, իր մեծ համբավի, թե ինչու՞ չէ հենց նաև Սասունցի լինելու հանգամանքի, որը երկրորդական նշանակություն չէր կարող ունենալ, բայց իրադարձությունները այնպես դասավորվեցին, որ աստիճանաբար առաջին պլան եկավ Անդրանիկը, որը շատ կարճ ժամանակամիջոցում մեծ համբավի արժանացավ։ Եվ սա այն դեպքում, երբ Տարոն Սասունի շրջանում դարավերջը, 19-րդ դարի վերջը բավականին լուրջ այսպես հակասությունների շրջան էր, ազատագրական պայքարում որոնումների շրջան էր։ Անցած տարիները չլինելով ոչ տարոնցի, ոչ սասունցի։ Չլինելով ոչ տարոնցի, ոչ սասունցի, եկվոր, ինչը բնականաբար միշտ չի, որ դրական է ընկալվում տեղացիների կողմից, Անդրանիկը կարողացավ այդ բարդ իրավիճակում ճանապարհ հարթել իր համար։ Պետք է ասել, որ ամենևին էլ հարթ չէին հարաբերությունները հայդուկային պայքարի ղեկավար գործիչների միջև։ Մասնավորապես կային լուրջ հակասություններ կապված մարտավարական խնդիրների հետ, այնպիսի հզոր գործ չէ, ինչպիսին Հրայրն էր, ով արդեն ասացի Տարոնում մեծագույն հեղինակություն էր վայելում։ Որովհետև կար երկու պայքարի ճանապարհ, հայդուկային կռվի ճանապարհը, այդ կռիվը շարունակելու եւ դրան առաջնային տեղ տալու խնդիրներ, եւ դրա կողքին կար հայդուկային կռիվը երկրորդ պլան մղելու եւ ընդհանուր համաժողովրդական, այսպես ապստամբություն կազմակերպելու այս ճանապարհով հայությանն ազատագրելու տարբերակները։ Եվ Անդրանիկը ըստ էության չլինելով ընդհանուր ապստամբության կողմնակից, լինելով հայդուկային կռվի ջատագով, այնուհանդերձ կարողացավ շատ արագ համբավ ձեռք բերել սասունցիների միջավայրում։ Եվ այդտեղ ոչռորոշ դեր խաղացին իհարկե առաջին հերթին Բշարի Խալիլի ահաբեկումը, այդ կերպ լուծելով Աղբյուր Սերոպի սպանության վրա, սրանով Անդրանիկի հեղինակությունը անասանելիորեն բարձրացավ։
Իսկ Առաքելոց վանքի կռիվը, որը հայդուկային պայքարի էպիզոդների մեջ ընդհանրապես ամենափառաբանված, այսպես իրադարձություններից մեկն է, երբ ընդամենը մի քանի տասնյակ հայդուկներ շուրջ 6000-ից թուրքական բանակը 30 հոգով կարծեմ 6000-ի դեմ, 6000 թուրքի դեմ մի կռվեցին։ քանի շուրջ ավելի քան 20 օր կարողացան դիմակայել եւ մեծ կորուստներ պատճառել ճշտամուն եւ ցուցադրաբար այս բոլորը կատարեցին, անսահման բարձրացեցին Անդրանիկի հեղինակությունը։ Եվ Տարոնի հայությունը նախորդ տարիների կորուստներից հետո կարծեք թե նորից սկսեց հավատալ իր բախտին, իր հայ ազատագրական պայքարի ապագային։ Իսկ արդեն Սասունի ապստամբությունը ղեկավարելով Անդրանիկը ըստ էության դարձավ ոչ միայն Սասունի մեծագույն հերոսը, այլ դարձավ հայ ազատագրական պայքարի գլխավոր խորհրդանիշը եւ ինչու՞ չէ հայ ազգի խորհրդանիշը, որովհետեւ գաղտնիք չէ, որ երևի թե ոչ մի հայդուկի այնքան երկ չի նվիրվել մեր ազատագրական պայքարի հետ կապված, որքան Անդրանիկի։ Պարոն Մելիքյան, Արևմտյան Հայաստանի շրջանում Անդրանիկի գործունեությունն արդեն իմացանք։ Ձեզ խնդրում եմ ներկայացնել Բալկանյան պատերազմի 12-13 թվականին Անդրանիկի ունեցած գործունեությունը, փաստորեն օտար հողում, ինչքան էլ բարյացակամ մեր նկատմամբ, ամենայն դեպս բուլղարական բանակի կազմում Անդրանիկ եւ Նժդե ձևավորեցին հայկական վաշտ, որը իր արժանի դերակատարություն ունեցավ թուրքերի դեմ մղվող պատերազմի ընթացքում։ Նախ եթե թույլ կտակ երկու խոսք ընդհանուր Անդրանիկի կերպարի մասին, որպես նախաբան նշեմ, նկատվում է վերջերս մի միտում, որ մեր հայտնի ազատագրական շարժման եւ քաղաքական գործիչներին նույնիսկ մասնագետները փորձում են վերանայել, հաճախ հնչում են շատ անհիմն տեսակետներ, հատկապես Անդրանիկի եւ Գարեգին Նժդեի մասին։ Այսինքն հետաքրքիր մի փուլում ենք հայտնվել։ Արցախյան շարժման սկզբում, երբ Խորհրդային միությունը փլուզվեց, այս հերոսները միանշանակ երկինք բարձրացվեցին առանց որևէ թերություն նրանց մեջ նշմարելու։ Հիմա նկատվում է հետաքրքիր մի վիճակ, որ փորձում են առավելագույն ինչ-որ սխալներ եւ թերություններ գտնել, կրկնում եմ, հենց այս երկու գործիչների մեջ։ Դե համոզված ենք, որ նման մոտեցումը էպիզոդիկ բնույթ է կրում։ Ես խորապես համոզված եմ դրանում, մանավանդ որ խորապես ուսումնասիրում ես հատկապես Անդրանիկի գործունեությունը իմ շրջանի վերաբերյալ օրինակ 1917-18 թվականների, իմ կարծիքով պետք է այս գործիչներին եւ Անդրանիկին մասնավորապես նորահայտ նյութերով, թեկուս հայտնի ելույթներով նրա ավելի հիմնավոր եւ ամբողջական դարձնել այս գործիչների Անդրանիկի կերպարը։ Թեկուս նրա հայտնի մտքերը այսօր վերընթերցելիս եւ խորանալով տարբեր հատվածների նրա գործունեության մեջ, զգում ես, որ թերևս ամենահեռատես գործիչներից է։ Ոչ միայն ֆիդայապետ, հայդուկապետ էր Անդրանիկը, այլև շատ հեռատես քաղաքական գործիչ էր։ Բալկանյան պատերազմները ընդունված է ասել, որ ընդհանրապես հայկական հարցը պատերազմական հարց է, այսինքն ակտիվանում է այն ժամանակ, երբ նպաստավոր իրադրություն էր ստեղծվում Արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Այս անգամ եւս Բալկանյան առաջի եւ երկրորդ պատերազմների ընթացքում Անդրանիկը մեծ դեր խաղաց այդ պատերազմներում, հույս ունենալով, որ Բալկանյան ժողովուրդների, հատկապես բուլղարների ազատագրումից հետո Ռուսաստանը եւ մեծ տերությունները կնպաստեն նաեւ Արևմտյան Հայաստանի խնդրի լուծմանը։ Անդրանիկը մեծ հեղինակություն էր վայելում բուլղարահայ համայնքում, բայց նշեմ, որ հայկական վաշտի հրամանատար նշանակվում է Նժդե, որովհետեւ Բուլղարիայի օրենքներով, այո, կադրային զինվորականը պետք է նշանակվեր եւ Նժդեը Սոֆիայի ռազմական ակադեմիայի սպա էր արդեն։ Անդրանիկը որպես հեղինակություն ղեկավար Վոևոդա, պատվավոր հրամանատար է դառնում։ Նրա շնորհիվ էր, որ տեղի համայնքը մեծ հանգանակություն հավաքեց եւ ձևավորվեց հայկական վաշտը։ Նշեմ նաեւ, որ Էլի Բուլղարիայի օրենքներով ազգային վաշտերը որոշակի քանակ ունեին։ Հայկական վաշտին թույլ տրվեց մի փոքր ավելի քանակ ունենալ, կարծես ոգևորելով նրանց այդ մարտերին։ Եվ Անդրանիկը եւ Նժդեը փայլուն մասնակցություն ունեցան Բալկանյան պատերազմներում։ Նշեմ նաեւ մի հետաքրքիր մանրամասը, որ Բուլղարիայի թագուհին անձամբ դրոշ է ասեղնագործում նվիրելով Անդրանիկին հայկական վաշտին եւ մեծ շքահանդեսով նրանց ճանապարհ են դնում ռազմաճակատ։ Բազմաթիվ ճակատամարտներում Անդրանիկը փայլուն հաղթանակ է տանում եւ արժանանում այնպիսի գովեստի խոսքերի, ինչպես բուլղարական հրամանատարներից մեկի ասածով բուլղարերեն նշում էին, որ բրավո արմենցի, բրավո, այսինքն կեցեն հայերը, այսինքն երբեմն նույնիսկ որոշ մարտերում
Անդրանիկը եւ Նժդեհը իրենց ավելի հերոսաբար էին ցուցաբերում, քան նույնիսկ տեղացի սլավոնական ժողովուրդները, նույնիսկ բուլղարացիները։ Որտեղ մեր հայերը կամավոր հայերը կռվում էին թուրքերի դեմ, դրանք այլ նման սխրագործություններ էին։ Ցավոք սրտի Բալկանյան պատերազմները այս առումով հայկական հարցի լուծման հեռանկարում ոչ մի հետևանքներ չունեցան, պարզապես նորից մեծ տերությունների սեղանին դրվեց 1913-14 թվականներին հայկական հարցը, որն էլ գիտենք հերթական անգամ ձախողվեց առաջի համաշխարհային պատերազմի սկսվելով պես։ Առաջին համաշխարհային պատերազմից խոսք գնաց, պարոն Գրիգորյան, մեր զորավար Անդրանիկ Օզանյանը առավել աչքի ընկավ կամ անուն թողեց ֆիդայական շարժումներից հետո, պայքարից հետո հենց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես կամավորական հայկական առաջին գնդի հրամանատար։ Այդ շրջանը խնդրում եմ ներկայացրեք։ Անշուշտ ճիշտ է, որ առաջին աշխարհամարտը Անդրանիկի կենսագրության մեջ նշանավորում է նոր փուլ։ Իհարկե, պայմանականորեն այսպես ասենք, ֆիդայական շրջանը ավարտվում է 1904 թվականում։ 4-ից 14 թվականը նրա գործունեության այն փուլն է, որ մասամբ նաև նույնացավ Բալկանյան պատերազմների հետ, թեև չպիտի մոռանալ նաև Անդրանիկի ծավալած կազմակերպական լայն գործունեությունը Բուլղարիայի տարածքում, քարոզչական աշխատանքները եւ քարոզչական եւ զենք զինամթերք ձեռք բերելու աշխատանքները եւ ռազմական դպրոց ստեղծելու ուղղությամբ ծավալած գործունեությունը եւ ինչու՞ չէ իր մարտական հրահանգների ստեղծումը նշանավոր իր հուշերի թողնելը դեռ արդեն 6 թվականին թողել է։ Սա երկրորդ շրջանն է։ Առաջին համաշխարհային պատերազմը նշանավորում էր նոր փուլ, երբ հայդուկ Անդրանիկը պետք է դառնար զորահրամանատար։ Այսինքն այլ հարթության վրա Դրոմ արդեն կադրային մեծ ռուսական մեծ բանակի կազմում ռուսական բանակի կազմում եւ արդեն համեմատաբար ավելի մեծ ռազմական ուժեր տնօրինելով, այդպիսի ուժեր ունենալով իր ենթակայության տակ։ Թեև նախատեսված էր, որ ստեղծվելիք կամավորական ջոկատները պետք է լինեին 500 հոգանոց ջոկատներ եւ ավելի սահմանափակ դերակատարություններ տրում 4 ջոկատ պիտի լինեին 500-ական հոգով, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ կամավորական շարժման այսպես հեղինակությունը շատ բարձր է հայության միջավայրում, գոնե մինչև 1915 թվականի կեսերը դա կար, այդ վերելքը կար, եւ հանգամանքների բերումով այդ ջոկատները ավելի մեծ ստացվեցին եւ Անդրանիկի հրամանատարությամբ կրվող ջոկատը ամենամեծն էր, տարբեր ժամանակներում տարբեր թվակազմի ունեցել, 1200-ից 1500 այսպես զինվորներ կրվել են նրա հրամանատարության ներքո։ Արդեն առելի մեծ թիվ է։ Արդեն լուրջ թիվ է, նորից եմ ասում, որտեղ նախկինում Անդրանիկը գործում էր հայդուկների հետ ընդհանրենք, կամ անգամ մի քանի տասնյակի հասնող քանակով Բալկանյան պատերազմի ժամանակ արդեն 270 ավելի 270, ասենք 100-ների հետ գործենք, բայց հիմա հազարավոր զինվորների հետ գործենք եւ Անդրանիկը արդեն իրեն պիտի դրսևորի որպես կանոնավոր պատերազմի մասնակցող, այսպես ասած հրամանատար։ Եվ պետք է ասել, որ Անդրանիկը չունենալով պրոֆեսիոնալ զինվորական կրթություն իր քաջությամբ, նաև իր քաջության շնորհիվ, բայց նաև իր բնատուր տրված ռազմական նաև փորձը նրա ունեցած նախորդ մարտական փորձի շնորհիվ կարողացավ իրեն դրսևորել լավագույնս կերպով, որովհետև նրա ջոկատը, որը կռվում էր Պարսկաստանի տարածքում, ժամանակ թուրքական բանակը ներխուժել էր նաև Հյուսիսային Պարսկաստան, եւ Անդրանիկի գլխավոր ջոկատը կռվում էր Սալմաստի շրջանից։ Այդ ուղղությամբ էր գործում եւ նպատակը ուներ Վանը։ Իհարկե Անդրանիկի եւ նրան նման նաև մյուս ջոկատների հրամանատարների եւ հայ գործիչների հույսերը արագ հաղթանակի հասնելու գործում չստացվեցին, որտեղ սկզբնապես կար այսպես ավելի լավ այսպես կանխատեսումներ, որ պատերազմը Թուրքիայի դեմ ճակատում կարճ կլինի, շատ արագ հաղթանակ կլինի եւ հայ կամավորները հույս ունեին շատ արագորեն Արևմտյան Հայաստանը մաքրել թշնամուց եւ դրանով իսկ նաև ապահովել արևմտայության անվտանգությունը։ Ցավոք սա չեղավ։ Բայց այդ կռիվներում Անդրանիկը ցույց տվեց իսկապես մեծագույն հերոսի հատկանիշներ։ Քիչ առաջ պարոն Մելիքյանը խոսում էր բուլղարական հրամանատարության գնահատականների մասին։ Ոչ պակաս բարձր կարծիքներ Անդրանիկի, եթե ոչ ավելի բարձր կարծիքներ հնչել են ռուսական հրամանատարության։ Բազմաթիվ շքանշաններով պարգևատրվել։ Իհարկե Անդրանիկ ուներ նաև իր հակառակորդները, բացահայտ եւ ոչ այսպես բացահայտ հակառակորդներ, հենց ռուս զինվորականության միջավայրում բոլորը չէր որ դրական վերաբերմունք ունեին ինչպես հայերի, այնպես էլ հատկապես Անդրանիկի նկատմամբ, բայց Անդրանիկը անգամ այդ պայմաններում կարողացավ իրեն դրսևորել փայլունս, ցույց տալով զորավարական մեծ ունակություններ։ Բոլոր դեպքերում Անդրանիկի հեղինակության հետ պետք է պարտավորեն հաշվի նստել։ Բնականաբար հաշվի էին նստում եւ կարծում եմ հետագայում հենց Անդրանիկին ավելի մեծ զինվորական միավորումների հրամանատարություն վստահելը
բացատրում էր նրանով, որ առաջին կամավորական ջոկատի հրամանատարի կազմում Անդրանիկը իրեն լավագույնս դրսևորեց, առավելապես եթե նկատի ունենանք հատկապես Դիլմանի ճակատամարտը 15 թվականի ապրիլին կամ Բիթլիսի շատ խիզախ ու հանդուգն գրոհը 16 թվականի փետրվարին, երբ Անդրանիկը կարողացավ նաև փոքրաթիվ կազակների հետ օգնությամբ գրավել Բիթլիս, ազատագրել Բիթլիս քաղաքը։ Սրանք ռազմական գործողություններ են, որոնք կարող են պատիվ բերել ցանկացած զինվորական հրամանատարի եւ առավելևս պատիվ են բերել Անդրանիկին, բարձրացնելով նրա հրամանատարի անպարտելի հրամանատարի համբավը։ Պարոն Մելիքյան, առաջին աշխարհամարտից հետո, Կովկասյան ճակատից հետո կամավորական գնդերը լուծարվեցին, Անդրանիկը արդեն 10 Էրզրումի շրջանում, ապա նաև երբ անցավ Թիվլից, արդեն կարելի ասել ռազմական գործիչ դարձավ ավելի շատ ազգային քաղաքական գործիչ։ Այդ նրա կյանքի այդ էտապը խնդրում եմ ներկայացրեք։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում, հատկապես Արևելյան Հայաստանում ակտիվացավ արևմտահայերի հասարակական քաղաքական կյանքը։ Հայտնի է, որ ցեղասպանությունից հետո մոտ 400,000 արևմտահայ գաղթականություն ապաստանել էր Անդրկովկասում եւ վերջինիս կենսական խնդիրները լուծելու նպատակով, ինչի համար բարենպաստ պայմաններ էր ստեղծել ռուսական հեղափոխությունը, Երևանում հրավիրվեց արևմտահայերի առաջին համագումարը 1917 թվականի մայիսին։ Նախաձեռնողներն էին Վահան Թոթովենցը, Խաչատուր Բոնապարտյանը եւ Անդրանիկը։ Մինչ այդ Անդրանիկը Պողոս Նուբարը արդեն 1916 թվականից սկսած փորձում էին միջկուսակցական խորհրդակցություններ հրավիրելու միջոցով տեր կանգնել նաև ինչ-որ առումով հայկական հարցին, որովհետև սպասվում էր պատերազմի արդեն հաղթական ավարտը եւ սպասվում էր նաև Ռուսաստանում հեղափոխական ցնցումներ։ Հայ հասարակությունը պատրաստելու, նախապատրաստելու նպատակով կայացավ շատ ուշագրավ Բաքվի դեկտեմբերյան խորհրդակցությունը, ապա նաև այդ միջկուսակցական խորհրդակցությունները։ Այսինքն այդ շրջանում Անդրանիկը, Հայդուկ Անդրանիկը դարձավ հրամանատար, այդ շրջանում արդեն Անդրանիկը հանդես եկավ որպես կարելի ասել քաղաքական գործիչ։ Եվ արևմտահայերի շահերի կարծես խորհրդանիշ Պողոս Նուբարի հետ միասին իհարկե։ Համագումարում շատ կարևոր այժմեական խնդիր բարձրացվեց, բացի հայկական հարցից եւ արևմտահայ գաղթականության խնդիրները բարձրացնելուց եւ լուծելուց, այստեղ դրվեց հայկական հարցի ասպարեզում աշխատանքի բաժանման խնդիրը, որը լուրջ տարաձայնություններ առաջացրեց նաև հայ ժողովրդական կուսակցության, Դաշնակցություն կուսակցության, ինչպես նաև Դաշնակցություն Անդրանիկ հարաբերությունների մեջ։ Օրինակ հայ ժողովրդական կուսակցության ղեկավարներից Սամսոն Հարությունյանը հայտարարում էր, որ արևելահայերը թող զբաղվեն իրենց հարցերով, արևմտահայերը իրենց։ Ժամանակի մեջ 1917 թվականին, երբ դեռ պատերազմը շարունակվում էր Կովկասյան ճակատում, սա շատ վտանգավոր մոտեցում էր։ Այսօր սա հասկանալի է, որովհետև իրավական առումով, այո, արևմտահայությունը ինքն է իրավասու, իրավազոր ապագայում Թուրքիային պահանջ ներկայացնելու հարցում։ Իսկ ժամանակի մեջ դա իհարկե վտանգավոր էր, Անդրանիկը հանդես եկավ միանգամից համախմբվածության միասնականության կոչով։ Մոռացա նշել նաև, որ համագումարի նախապատրաստական աշխատանքների ժամանակ Անդրանիկն ու Թոթովենցը հրապարակեցին Հայաստան թերթը, որպես արևմտահայության իղձերի գլխավոր արտահայտիչ, այն այդպես էլ կոչվում էր Անդրանիկի օրգան, այսինքն անկուսակցական թերթ էր, որը բարձրացնում էր արևմտահայության խնդիրները։ Ավելի կարևորվում է Անդրանիկի գործունեությունը բոլշևիկյան հեղաշրջումից հետո, երբ Կովկասյան ճակատը փլուզվում էր, հատկապես օրակարգի խնդիր էր դառնում արևմտյան Հայաստանը ռազմաճակատը պաշտպանելու հարցը, փաստորեն, քանի որ բոլշևիկացած զորամասերը աստիճանաբար նահանջում էին եւ Լենինի Տրոցկու հրամանով վերադառնում էին Ռուսաստան։ Ստեղծվում է հայ զինվորական միության եւ հայոց ազգային խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվում է արևմտահայերի դիվիզիա։ Երկար վիճաբանություններ էին գնում, թե ով պետք է ղեկավարի այն։ Բազմաթիվ գործիչներ պետք է ասել, որ դեմ էին, հատկապես Վահան Փափազյանը, ասում էր, որ ֆիդայական շարժման գործիչը չի կարող ղեկավարել ավելի մեծ քանակով զինվորական միավորում, սակայն ի վերջո այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, դա պետք է անպայման նշել ռազմաճակատում, բարոյազրկված մի իրավիճակ, որ
պարզապես այլ գործից չգտան եւ գործին ամենանվիրված մարդը փաստորեն էլի Անդրանիկն էր, որը իմանալով, սա անպայման պետք է ընդգծել, որ Սեյմի քաղաքական խմբակցությունները, այդ թվում Դաշնակցությունը, համաձայնվում են 1914 թվականի ռուսական պետական սահմանի, նույնիսկ 1878 թվականի Սան Ստեֆանոյի Բերլինի ռուս-թուրքական սահմանի հետ, միևնույն է, ամեն ինչ արեց, որպեսզի դիվիզիան ձևավորվի եւ Էրզրումը պաշտպանվի։ Ամենաողբերգական եւ հակասական շրջանն է թերևս մեր պատմության մեջ Էրզրումի պաշտպանությունը, ոչ թե Անդրանիկի գործունեությունը, քանի որ իմանալով արդեն նրա անհույս ողբերգական վախճանի մասին, Անդրանիկը միևնույն է, ամեն ինչ արեց հնարավորինս, որպեսզի Անդրկովկասից իշխանությունների միջոցով որոշակի զորամասեր ուղարկի Էրզրում Կարին պաշտպանելու համար։ Շատ բարի, բայց այդ 78 թվականի այդ հակասություններով լեցուն այդ փոքրիկ ժամանակատվածում համենայն դեպս մեր զորավար Անդրանիկը, ինչպես նախորդ շրջանում, նաև քաղաքական գործունեության ասպարեզում իրեն կարողացավ լավագույնս դրսևորի եւ իր հայրենակիցների շահերը պաշտպանի։ Եվ պետք է կարևորեմ անպայման այն հանգամանքը, որ եթե Անդրկովկասյան իշխանությունները հասկանալի է վրաց թաթարական դաշինքը, որ գործում էր հայության դեմ, բացարձակ մտադիր չէր պաշտպանել Արևմտյան Հայաստանը, հատկապես Էրզրումը 18 թվականի փետրվարին։ Պարոն Գրիգորյան, իհարկե Անդրանիկի մասին, զորավարի մասին շատ կարող ենք խոսել, բայց հարցս դες որպես պատմաբան այլ ուղղությամբ եմ ուզում խղել։ Անդրանիկի մասին հարյուրավոր հրապարակումներ կան, մենք հայերով շատ թե քիչ քաջատեղյակ ենք։ Իմ կարծիքով խնդիրը այն է, որ օտար լեզուներով հրապարակումներ չկան, մանավանդ երբ հաշվի առնենք, որ ավելի քան կամ շուրջ 100 տարի է անցել, բայց մինչև հիմա մեր հարևան ազերիները, ադրբեջանցիները ամեն օր ողբում են Անդրանիկի կողմից ժամանակին իբր թե հարյուրավոր այդ ոչնչացված թուրքական կամ ազերիական գյուղերի համար։ Հարցը երկու մասերից է կազմված։ Իհարկե Եվ թե մեզ պատիվ չի բերում, հենց մեզ, որ 100 տարի անցնելուց հետո էլ իրադարձություններից այսօր մենք ունենք օտար լեզուներով հրապարակված համապատասխան գրականություն Անդրանիկի վերաբերյալ։ Ռուսերեն մենք ունենք ռուսերեն փաստաթղթերի ժողովածուն, որը շատ մեծ, ասես ճանապարհ անցնելով ի վերջո կարողացան տպագրել։ Այդ ժողովածուն պետք է տպագրվեր խորհրդային շրջանում, բայց շատ բարդ ճանապարհ անցավ 90-ականների սկզբին հաջողվեց տպագրել։ Մի նորից ասեմ, վերջին շրջանում ճիշտ ասած խոսակցություններ էին գնում եւ կար մտադրություն ռուսերեն թարգմանելու եւ տպագրելու Անդրանիկին վերագրվող աշխատությունները։ Այսպեսի մի ծրագիր կար։ Ռուսերեն, անգլերեն, ինչու՞ չէ նաեւ թուրքերեն հրատարակվում, որպեսզի բոլորը տեսնեն։ Ռուսերենի խոսքը իր հուշերը դերարել հետո նաեւ առանձին հարվածող զորամասի վերաբերյալ Կովկասյան ճակատի պատմական օրագրությունը, այսինքն այն ինչ վերագրում են ընդհանրապես Անդրանիկին, կար ծրագիր այդ բոլորը թարգմանելու եւ տպագրելու, ըստ Մոսկվայում էր նախատեսում տպագրել, բայց վերջին պահին նախաձեռնողները հրաժարվեցին այդ լավ ծրագրից։ Բայց կարծում եմ, որ ժամանակն է դա անել, որովհետեւ այն ինչ կա փաստաթղթերի ժողովածուն, դա բոլոր դեպքերում շատ սեղմ է, ես վերջերս եմ նայել այդ ժողովածուն ճիշտն ասած, եւ տեսա, որ շատ քիչ բան է ընդգրկում այն մեծ ժառանգությունից, որ զոր պատմագիտականից բացի նաև քարոզչական նշանակություն ունի մեր հարևանների այդ զրպարտանք հերյուրանքները հերքելու եւ մեղադրանքները բնականաբար կա, բնականաբար Անդրանիկը իր ազգի մեծ հերոսն էր, որը ամենապատասխանատու պահերին իր ազգի գոյությունը պահելու համար պիտի պայքարեր, իսկ եթե այդ գոյությունը պահպանելու համար պայքարը պահանջում էր, Անդրանիկը ինչու՞ չէ պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է։ Անդրանիկը բնականաբար չի գնացել Թշնամու գյուղերը չամիջ բաժանելու, ներողություն, այսպես կոպիտ արտահայտության համար։ Երբ զորամասի ճանապարհը փակ է, ճանապարհը պիտի բացվի։ Համապատասխան վրիժառուական գործողություններ։ Երբ գաղթականներին թույլ չի տրվում շարունակել ճանապարհին ինչ-որ ասել, բա պիտի այդ ամբողջը կատարվի եւ բնական է Անդրանիկին ասել թե Անդրանիկը անմեղ աղամն էր, այսպես չի իհարկե։ Մեր ազգի մեծագույն հերոսն է եւ հերոսների հերոսն է, իսկ հերոսը Թշնամու դեմ պայքարում է։ Թշնամին բնականաբար կարող է ամեն ինչ անել, հատկապես մեր հարևան ադրբեջանցիները, որոնք իհարկե շատ առանձնապես գող չպիտի լինեին Անդրանիկից։ Հիմա հիշումը սարսափում է իհարկե, որովհետեւ այն որ Զանգեզուրը կարողացավ
տևական ժամանակ դիմակայել 18 թվականի ամառվանից մինչև 19 թվականի գարունը այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունն ինքը շատ ծանր պայմաններում էր եւ չէր կարող օգնել Զանգեզուրի հայությանը, Անդրանիկի շնորհքն էր։ Այդ բնականաբար այդ պայքարը հենց այնպես չի, պատերազմում ամեն ինչ էլ լինում են։ Այն որ Անդրանիկը պիտի փորձեր Ղարաբաղ մտնել եւ չստացվեց, հիմա այսօր դրամասիներն են շատ որոնց բարձրացնում ադրբեջանցիները, խոսելով են մասին, որ կարողացան ձախողել Անդրանիկի մուտքը Շուշի քաղաք ադրբեջանական անգլիացիների։ Այս բոլորը կան, մենք պիտի պարզապես ադրբեջանցիների ասածներին առանձնապես բանի տեղ չտնենք, բայց որ պետք է այլ լեզուներով տպագրել եւ տարածել մեծածավալ գրականություն, սկսած հանրամատչելիից մինչեւ գիտական մակարդակի գրականություն, սրանով կարծիք չլինի եւ կարծում եմ այս հարցում մենք ուշացել ենք եւ պիտի անենք։ Հարգելի բարեկամներ, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Հաղորդումը ցանկանում եմ եզրափակել Զորավար Անդրանիկի հետեւյալ խոսքերով. Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար։ Ես չեմ բտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ իմ ամբողջ կյանքում։ Եվ մահվան մահճում Զորավար Անդրանիկի վերջին խոսքերն էին. գործը կիսատ մնաց։ Նա գործը կիսատ մնաց, սակայն մեր օրերում Արցախյան պատերազմում տարած հաղթանակով, մեր նորանկախ պետականության ստեղծումով Անդրանիկի գործը շարունակվեց եւ մեր սիրելի երիտասարդները, մեր նոր սերունդը համոզված են, որ Անդրանիկի կիսատ թողած գործը կշարունակեն անպայման։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Զորավար Անդրանիկ Օզանյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։